Օվալաձև սենյակում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների թեժ բանավեճից հետո կրքերը հանդարտվել են Սուրբ աթոռում։ Զելենսկիի հետ Թրամփի 15 րոպեանոց դեմարդեմ հանդիպումը եղել է խորհրդանշական ու արդյունավետ։ Ուկրաինայի նախագահի պնդմամբ լավ քննարկում է եղել և կարող է պատմական դառնալ, եթե ընդհանուր նպատակները կյանքի կոչվեն։ Վատիկանի հանդիպումից գոհ է նաև Միացյալ Նահանգների նախագահը։ Տպավորություն էր, որ Զելենսկին ցանկանում է մի լավ բան անել իր երկրի համար։ Նա կարծում է, որ լավ գործ է անում և մեծ ջանքեր է գործադրում։ Տեսնենք ինչ կլինի առաջիկայում։ Շատ ծանր ու բարդ գործարք է։ Նա ասաց, որ ավելի շատ սպառազինություն է պետք, բայց նույն բանն ասում է արդեն 3 տարի։ Բացելով տետատետ հանդիպման փակագծերը, Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ խոսվել է նաև ռազմավարական նշանակություն ունեցող Ղրիմի մասին։ Ղրիմը տրվել է Բարաք Օբամայի ու Բայդենի օրոք։ 11-12 տարի առաջ էր դա։ Ես չգիտեմ ինչպես են Ղրիմը հետ բերելու, որովհետև երկար տարիներ են անցել։ Ես ասացի գնացեք Օբամայից հարցրեք ինչու են տվել առանց նույնիսկ 1 կրակոցի։ Կարծում եմ նա պատրաստ է հրաժարվել Ղրիմից։ Նա շատ ծանր վիճակում է։ Վատիկանի հանդիպումից Թրամփի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Զելենսկին ավելի հանգիստ է դարձել ու գիտակցում է իրավիճակը։ Թեպետ Սպիտակ տունն իր հետագա որոշումները կայացնելու է հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի գործողությունները, Թրամփը դժգոհել է նաև ռուսական կողմից։ Շատ հիասթափված եմ, որ Ռուսաստանը շարունակում է հրթիռակոծությունը, նաև զարմացած եմ, որ դա տեղի է ունենում բանակցություններից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է հնարավորինս արագ գործարք կնքել երկու կողմի հետ էլ, հետևաբար շարունակում է ճնշումները թե Կիևի, թե Մոսկվայի վրա։ Կարծում եմ այս շաբաթը կրիտիկական է լինելու։ Մենք պետք է որոշում կայացնենք, արդյոք սա այն գործն է, որում պետք է շարունակենք ներգրաված լինել, թե արդեն ժամանակն է կենտրոնանալու կարևոր այլ հարցի վրա։ Այս շաբաթը որոշիչ կլինի Վաշինգտոնը կշարունակի միջնորդի իր դերը, թե ոչ։ Միաժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է, որ թեև մոտ են գործարքի կնքմանը, սակայն ոչ բավարար չափով։ Ըստ Մարկո Ռուբիոյի դեռևս լավատեսություն կա, բայց նաև իրատես պետք է լինել, բացառելով խնդրի ռազմական լուծումը։ Վաշինգտոնն առայժմ զուսպ է բանակցությունների արդյունքների մեկնաբանություններում, մինչդեռ Մոսկվան պնդում է նահանգներն ու Ռուսաստանը ճիշտ ուղղությամբ են շարժվում։ Միացյալ Նահանգների նախագահը կարծում է և ես էլ եմ կարծում, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Նախագահի հայտարարության մեջ նշվում է համաձայնագրի մասին և մենք պատրաստ ենք համաձայնության հասնել։ Բայց դեռևս կան որոշ կոնկրետ կետեր, տարրեր, որոնք պետք է ճշգրտվեն, և մենք զբաղված ենք հենց այդ գործով։ Ռուսաստանի արտգործնախարարի պնդմամբ Թրամփը երկրագնդի վրա միակ առաջնորդն է, որը գիտակցում է այս իրավիճակի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը, նկատի ունենալով Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Մոսկվայի դիրքորոշումը հստակ է ոչ միայն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության, այլև Ղրիմի հարցում։ Լավրովի խոսքով Ղրիմի կարգավիճակը լուծված հարց է և սակարկության ենթակա չէ։ Ռուսաստանն իր տարածքների շուրջ չի բանակցում, նախագահ Թրամփն էլ է հասկանում դա։ Թրամփի վարչակազմը հետաքրքրված է շահերի բալանս գտնելու և պահպանելու գործում։ Նրանք անկեղծ ցանկանում են ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք էլ ըմբռնում ենք նրանց դիրքորոշումը։ Եթե Վաշինգտոնը հավատում է Մոսկվային, Կիևը բոլորովին չի վստահում Ռուսաստանից հնչող ոչ մի խոսքի։ Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է խաբել ամբողջ աշխարհին։ Ռուսաստանը շատ է խոսում հրադադար հաստատելու ամերիկյան առաջարկն ընդունելու պատրաստակամության մասին, բայց պատերազմը դադարեցնելու որևէ նշույլ չկա, ասել է Զելենսկին։ Ռազմական գործողությունները ոչ միայն նոր թափ են ստանում, այլև նոր դերակատարներ են ներգրավում։ Հյուսիսային Կորեայի իշխանությունն առաջին անգամ հաստատել է ռուսական կողմից իր զորքերի մասնակցությունն Ուկրաինայի պատերազմում։ Սա եղավ այն բանից հետո, երբ Պուտինը հրապարակավ շնորհակալություն հայտնեց հյուսիսկորեացի զինվորներին Կուրսկի ազատագրման ժամանակ ցուցաբերած արիության համար։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։